Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, ուրախ եմ կրկին ձեզ ողջունելուց Հայք հեռուստաընկերության Եղեցի լույս հաղորդաշարի եթերում։ Այսօր մենք ուղիղ եթերում ենք, ինչպես միշտ, եւ մեր տաղավարում է գտնվում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջաբահյանը եւ ինչպես միշտ այսօր էլ գործում է ուղիղ հեռախոսակապ, որի միջոցով կարող եք հղել ձեր հարցերը։ Մեր հեռախոսահամարներն են 222 47 305 43։ Աստված օգնական Սրբազան հայր։ Սրբազան հայր եւ սիրելի հեռուստադիտողներ, այսօր ուզում եմ խոսենք հայտնության գրքի 13-րդ գլխի 16-ից 18 խոսքերի մասին, որը հուզող թեմա է դարձել շատ քրիստոնյաների համար։ Մեջ եմ բերում այդ հատվածը եւ ստիպի բոլորին, փոքրերին եւ մեծերին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ դրոշ տնեն նրանց աջ ձեռքի կամ ճակատի վրա, եւ ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, եթե չունենա գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անվան թիվը։ Այստեղ է ահա իմաստությունը, ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվն է, եւ նրա անվան թիվը այս է 666։ Սրբազան հայր, այս գլուխ, այս կետը շատ քրիստոնյաներին է հետաքրքրում եւ անշուշտ նաև մեր հեռուստադիտողներին, ինչ կասեք այս 666 թվի մասին։ Մասնավորապես 666 թիվը արդեն ինչպես հայտնության գրքում նշված է, Ների Հակաքրիստոսի թիվն է եւ պիտի խորհրդանշի Ներին։ Նրանք, ովքեր վերցնեն այդ համարը իրենց վրա, իրենց ճակատին կամ իրենց աջ ձեռքի վրա, դրանով իրենց հնազանդությունն են հայտնելու Ներին։ Այսինքն ոչ թե խոսքը գնում է բռնի այդ համարանիշը դաջելու վրա, այլ կամովին հնազանդվելու եւ Ներին նվիրվելու վրա, եւ խոսքը գնում է այն մասին, որ այնքան թերևս Ներին նվիրվածները վերջին օրերին այնքան պիտի շատանան, որ բնականաբար իշխանությունը իրենց ձեռքում պետք է լինի եւ իրենք պիտի որոշեն այս աշխարհի ճակատագիրը այնքան ժամանակ, մինչեւ որ Քրիստոս գա վերստին եւ վերադարձնի աշխարհը իր ամենանախնական երանական միջակայքին։ Սրբազան հայր, իսկ այս 666 թիվը որտեղ է երևալու, ոնց են մարդիկ ընդունելու, ինչպես են ընդունելու։ Դա այդպես հստակ չէ եւ եկեղեցին այդքան հստակ չի էլ ասում, խոսքը պետք է միշտ իմը դի ունենալ, որ հայտնությունը դա ապոկալիպտիկ գրականություն է, որ նշանակում է վաղճանաբանական գրականություն է եւ այնտեղ շատ է օգտագործված սիմվոլիկա, սիմվոլ, խորհրդանիշներ։ Եվ հարցը այն չէ, խոսքը ոչ էլ 666 թվի իրական զորության մասն է, 666 թիվը որևէ մեկի վրա իշխանություն չունի։ Թվերը մոգական զորություն չունեն, մանավանդ քրիստոնյաների վրա որևէ մի թիվ մոգական իշխանություն չունի։ Այսինքն քրիստոնյան, որ պատասխանված է խաչով, պատասխանված է Քրիստոսի մգրդության Սուրբ Ավազանից ստացած դրոշմով, վախենալու որևէ խնդիր չունի որևէ թվից։ Հետևաբար 666-ն էլ որևէ մեկ իշխանություն չունի քրիստոնյայի վրա։ Բայց հարցը այն է, որ Ները պետք է օգտագործի այդ թվային սիմվոլիկան որոշելու համար իրեն ծառայողներին, հավաքագրելու համար իրեն նվիրված մարդկանց։ Եվ բոլոր նրանք, ովքեր հրաժարվելու են Աստծուց եւ դավանելու են սատանային, նրանք միմյանց հետ հաղորդակցության մեջ օգտագործելու են այս 666-ի սիմվոլիկան։ Ինչպես քրիստոնյաները միմյանց հետ հաղորդակցվելիս լռելի այն, եթե ուզում են ցույց տալ, որ քրիստոնյա են, խաչակնկվում են, դրանով ցույց տալով իրենց նվիրվածությունը եւ իրենց կապվածությունը այն Աստծուն, որին միասին դավանում են։ Հետևաբար Ների հետևորդներն էլ այդ 666 թվի սիմվոլիկան կամ այդ թիվը ունենալով իրենց վրա, դրանով մեկի մյուսին պետք է ցույց տան իրենց հավատարմությունը եւ իրենց նվիրվածությունը Ներին սատանային։ Բայց իրենց այդ 666 թիվը, իրենց վրա կրած 666 թիվը որևէ իշխանություն չի կարող ունենալ մեր քրիստոնյաների վրա։ Սրբազան հայր, այս սատանայի Ների թվի մասին տարբեր վարկածներ կան, որը վերջերս տպագրվել էր օր օրաթերթում եւ բավական մեծ աղմուկ էր առաջացրել ժողովրդի մեջ։ Այս 666-ի տեսակներից էր նշվում ապրանքների վրա խփված շտրիխ կոդերը։ Այս մասին ինչ կարող եք ասել։
Ըստ երևույթին կա որոշակի ճշմարտություն, ըստ երևույթին կա, եւ ըստ երևույթին արևմուտքում կան ուժեր, որոնք եթե ոչ գիտակցաբար, գոնե անգիտակցաբար, այո, ծառայում են այդ 666 սիմվոլիկայի տարածմանը։ Գիտեք, արևմուտքում արդեն հիմա չենք կարող ասել լայն տարածում, բայց գոյություն ունի սատանայապաշտների շարժում, որոնց մոտ 666-ը արմատացած իրողություն է իրենց համար որպես խորհրդանիշ։ Եվ դա բնականաբար նաև դուրս է գալիս սատանայապաշտներից դեպի այսպես կենցաղային ոլորտ, եւ կենցաղային ոլորտում շատերը հետևում են այդ 666-ին։ Մեզ մոտ էլ կան շատեր օրինակի համար իրենց համարանիշները մեքենաների 666-ով է, թերևս մտածում են, որ գեղեցիկ է կամ չգիտեմ ինչ, այսինքն գիտակցաբար չի, բայց անգիտակցաբար տեղի է ունենում այդ։ Եվ հնարավոր է, որ այդ ապրանքանիշների վրա այդ 3-6-ը հնարավոր է, որ լինի եւ գիտակցաբար քայլ վիրավորելու համար քրիստոնյաների զգացմունքները, որը այսօր շատ տարածված է ցավոք արևմտյան երկրներում, քրիստոնյաների զգացմունքները վիրավորելու այդ տենդենսը կա, որոնք թելադրվում են մասամբ հրեական, մասամբ իսլամական շրջանակների կողմից, ովքեր այսօր բավական ուժեղ դիրք եւ հեղինակություն ունեն Եվրոպայում, դա ուրեմն արվում է ուղղակի քրիստոնեական զգացումները վիրավորելու համար։ Կամ էլ գիտակցաբար արվում է որպեսզի ցույց տան, որ ները կամած իշխանությունը իր փորձում է հաստատել։ Եվ այս բոլոր երևույթները, որ տեղի ունենում աշխարհում, այս գլոբալիզացիոն մեկ իշխանության ներքև հավաքելու համար ոչ մարդկությունը, սրանք այն երևույթներն են, որոնք այսպես թե այնպես անշվում են հայտնության գրքին եւ ցույց են տալիս, որ վերջին օրերը կարծես թե մոդելում են։ Վերջին օրեր ասելով անշուշտ վաղը չէ միսուրին չի վերաբերում հարցը, կարող է այդ վերջին օրերը տևեն մի քանի հազարամյակ, բայց այն, որ գնալով մոդենում ենք ավարտին, ամեն մի օրը ավելի մոտեցնում է այդ ավարտը, սրանում կարծում եմ երկու կարծիք լինել չի կարող։ Սրբազան հայր, իսկ ինչ կասեք անհատական համարանիշների մասին, որը իդեպ փետրվարից ընդունվեց նաև Հայաստանում։ Դե այն այս ամբողջ խոսակցությունը չէր լինի, եթե այդ անհատական ծածկագրերի հարցը չշահարկվեր վերջին շրջանում։ Այո, այդ անհատական ծածկագրերը բացադրվում են ոմանց կողմից այդպես, որ փորձվում են պարտադրել եւ այդ համարակալել մարդկանց, անշուշտ ամբողջական կերպով այդպես չէ, բայց անշուշտ կա նաեւ որոշ մտահոգություն։ Այդ իմաստով իմանալով ժողովրդի մեջ արդեն այս տրամադրությունները, Մայրաթորը ստեղծել է հանձնաժողով, որը ուսումնասիրում է խնդիրը, ուսումնասիրում է նաեւ մյուս եկեղեցիների դիրքորոշումները, որոնք արդեն եղել են ռուս, ուկրաինական, հույն ուղղափառ եկեղեցիները այս հարցի մասին իրենց որոշումը կարծիքը արտահայտել են։ Ուրեմն այդ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի հարցը, ընդ որում ես նույնպես այդ հանձնաժողովի կազմում եմ եւ առաջիկա շաբաթվա մեջ կամ մյուս շաբաթվա մեջ հանձնաժողովը իր վերջնական կարծիքը կներկայացնի վեհապարին, որից հետո վեհապարը եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը այս հարցի առնչությամբ կունենա։ Իսկ այս պահին իմ սեփական կարծիքը արտահայտելով ինչ կարող եմ ասել, որ թվերը մեր վրա իշխանություն չունեն։ Անշուշտ այստեղ մտահոգողը այն է, որ մարդկանց անվան փոխարեն ավելի կարևոր մարդկանց համար անվան փոխարեն ավելի կարևորություն է ստանձնում համարանիշ։ Այսինքն մարդը արդեն իր հարաբերությունները պետական օրգանների հետ, լինի դա սոցիալական ծառայություն, հարկային տեսչություն եւ այլն, արդեն իր անուն ազգանունով չի հանդես գալիս, որով ինքը անդամագրված է Աստծուն, անունը, որովհետեւ Աստծուն պատկանելության չափանիշ է, ուրեմն ոչ թե դրանով է երևալու, այլ երևալու է համարով։ Եվ սա այն մտահոգիչ երևույթն է, որը թերևս կարելի է քննարկել եւ այս առումով հարցին մոտենալ։ Եվ անունը ինքը անհատական ծածկագիր մի քիչ խորտ է եւ այնպիսի հասկացություն է, որը մի քիչ իսկապես ժողովրդին մտահոգության տեղիք է տալիս։ Ժողովուրդը բազմաթիվ համարներ ունի։ Մենք ունենք մեր անձնագիրը, որը ունի համար, մենք զինվորական գրքույկը, որ ունի համար, ովքեր որ բանկային գրքույկներ ունեն, այդ բանկային գրքույկները համար ունեն, բոլոր մեր փաստաթղթերը, որոնք որ կան, բոլորը համարներ ունեն, բայց այդ բոլոր համարները այդ փաստաթղթերի համարներն են,
եւ ոչ թե մեր համարները։ Իսկ այս անհատական ծածկագիր կոչվածը կարծես թե դառնում է մարդու համարը։ Եվ սա է, որ քրիստոնյայի համար, քրիստոնյայի նկարագրին անհարիր է այն իմաստով, որ քրիստոնյան անուն ունի եւ ոչ թե համար։ Եվ այդ անունով պետք է ներկայանա եւ ոչ թե համարով։ Բայց մյուս կողմից չպետք է սարսափել այդ համարից, մտածելով, որ այդ համարը իշխանություն, մոգական զորություն ունի որևէ մեկ քրիստոնյայի վրա։ Սրբազան այս պահին մենք ունենք հեռախոսազանգ, որից հետո շարունակենք։ Լավ, մեր զրույցը։ Ալո։ Ալո։ Լսում ենք ձեզ։ Ինձ ուզում եմ մի հարց։ Արդյոք կան այսպիսի խմբակներ, որը թվերը նշվեց, մեր մոտ կան այս տիպի խմբակներ, որը մեզ շատ հուզում է։ Սատանայապաշտներ նկատի ունեք։ Այո։ Մեր թեմում, Շիրակի թեմում կարծում եմ, որ չկան, հարկասու, կարծում եմ, եթե թակուն մի քանի հոգի ուրիշ որտեղ չեն գործում, չգիտեմ, բայց կարծես թե Երևանում արդեն դրա նախադրյալները երևում են, սատանայապաշտների, թեև այդպես հրաբարակային չեն, բայց կարծես թե այն մթնոլորտում զգացում է, որ կան այդպիսի մարդիկ, այդպիսի խմբակներ, գաղտնի, առայժմ գաղտնի։ Գիտեք, եթե գիտեք, Ամերիկայում սատանայապաշտները բացահայտ են գործում։ Գրանցված կրոնական համայնք են։ Միշտ ընդհարման մեջ են օրենքի հետ, բայց գրանցված կրոնական համայնք են։ Հայաստանում դեռ դա Աստված, որ երբեք չունենաք նման բան։ Դա աննկարագրելի վնաս կհասցնի երկրին բոլոր առումներով։ Շարունակենք մեր թեման, սիրելի հեռուստատողներ, հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում ենք, գործում է ուղիղ հեռախոսակապ 222 47 05 43 հեռախոսահամարներով, խնդրեմ կարող եք զանգարել, ուղղել ձեր հարցերը մեր Սրբազան հորը։ Սրբազան հայր, շարունակելով մեր այսօրվա զարգացրած թեման, խնդրում եմ ասացեք, ինչ կարծիք ունեք չիպերի մասին, որոնք հայերենում կոչվում են նյութական կրիչներ եւ ըստ օր թերթի հեղինակի դրանք կարող են նաև միացնել մարդկային նյարդային համակարգին եւ հեռակա կարգով հեռակառավարել մարդու եւ զգացմունքները ֆիզիկական եւ հոգեգան զգացմունքները։ Այժմ չիպերի մասին Հայաստանում խոսք չի գնում։ Այդ մասին առայժմ պետք չէ մտահոգվել։ Անշուշտ չիպերը չգիտեմ որքանով տեղյակ են մեր հեռուստադիտողները, որոշակի փոքրիկ ինֆորմացիա կրող եւ ինֆորմացիան փոխանցող կենտրոնական կոմպյուտերին ուրեմն փոքրիկ մեխանիզմներ են, որոնք տեղադրվում են ափի մեջ, հա, եւ մարդը փոխանակ փաստաթուղթ ներկայացնելու, ուրեմն այդ ափի միջի չիպը ներկայացնում է անին ճառագայթմանը եւ դրանով ամբողջ ինֆորմացիան փոխանցվում է իր մասին գլխավոր համակարգիչին եւ պարզվում է իր ով լինելը։ Այդ փորձնական կերպով կիրառվել է առայժմ, որքան որ գիտեմ, միայն Շվեդիայում, այն էլ ոչ ամբողջական եւ ընդհանուր այդպես լայնածավալ ընդգրկում ճանաչում չի ունեցել եւ չունի։ Այսօր Հայաստանում այդ չիպերի հարցը չկա եւ նման հարց գոյություն չունի։ Ուղղակի ոմած մտահոգությունը այն է, որ այս անհատական ծածկագիրը առաջին քայլն է, անհատական ծածկագրից հետո պիտի գա նաև այդ հարցը։ Որքան որ մենք շփվել ենք մեր պետականային իշխանավորների հետ, ովքեր այս հարցով են զբաղվում, նման նպատակ չի հետապնդում եւ նման հեռագնա նպատակ չունի մեր իշխանությունը։ Սակայն չգիտենք, թե որքանով դա հաջորդ իշխանությունը կյուրացնի եւ կվերաբերվի եւ այդ հարցին ինչպես կմոտենա։ Բայց այս պահին այդպիսի խնդիր չկա եւ այդ հարցը արդեն լրիվ փոխում է իրավիճակը, ուրիշ հարթության վրա է տեղափոխում խնդիրը եւ որի վերաբերյալ կարծում եմ, որ ավելի խիստ դիճկորոշում կունենա եկեղեցին, քան այս անհատական ծածկագրի հարցում։ Անհատական ծածկագրի պարագային ուղղակի անունը ճիշտ չի ընտրված, անհատական ծածկագիր, որով թվում է թե մարդու համարն է դա եւ ոչ թե անհատական քարտի համարը։ Եթե արվի այնպես, որ դա դառնա անհատական քարտի համարը, որը փոփոխման ենթակա չէ մարդու կյանքի ընթացքում, բայց իր համարը չէ, այլ անհատական քարտի համարը։ Կարծում եմ այսպիսի մտահոգությունները արդեն կվերանան։
Սրբազան հայր մենք նորից ենք հեռախոսազանգ, լսենք առաջարկող հարցը։ Ալո։ Ալո։ Լսում ենք ձեզ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ես ողջունում եմ ձեր հաղորդումը եւ ձեր հյուրին եւ ունեմ երկու հարց։ Նախ սկզբում հարցնեմ։ Լուրեր են տարածվել, որ վերջերս Երևանում ուսանողներին սկսել են ինչ-որ քարտեր բաժանել։ Արդյոք դա ճիշտ է թե ոչ։ Եվ ասացինք, որ ՆԵՌ-ի, այսինքն 666-ի այդ դրոշմը պետք է դրվի մարդկանց ափերի մեջ, եւ արդյոք դա ինչպես ապացուցենք, ինչով կարող ենք մենք վստահ լինել, որ դա հենց ՆԵՌ-ի համարն է, ՆԵՌ-ի համար է, եւ ոչ թե ասենք մարդկանց արք ու վաճառքը, մարդկանց առևտուրը հեշտացնելու ինչ-որ մի բնույթ, ինչ-որ մի, ասենք, այդպես գաղափար, որ ծագում է մարդու մեջ, եւ արդյոք դա հնարավոր է որոշակի, ասենք, դա ինձ թվում է մի 100 տարվա հետագա 100 տարիների ընթացքում կլինի, բայց ոչ մոտակա ժամանակաշրջանում։ Շնորհակալություն հարցերի նախապես պատասխանելու համար եւ մնացեք խաղաղությամբ։ Գնացեք խաղաղությամբ։ Ուրեմն առաջին հարցին ես չգիտեմ որքանով ուսանողիներին բաժանելու խնդիր չգիտեմ, գիտեմ որ փորձնական բաժանվել է եւ շարունակում է բաժանվել։ Այդ անհատական ծածկագրերի քարտերը բաժանվում են, որովհետեւ օրենքով արդեն ընդունված է եւ մյուս տարվա հուլիսից արդեն պետք է դառնա պարտադիր, այսինքն բոլոր գործարքները աշխատավարձ ստանալ, հարկ վճարել, սոցիալական ապահովություն եւ այլն թոշակ, այդ բոլորը պետք է կատարվեն այդ քարտերով։ Մինչեւ այդ տեսնենք թե ինչ վերաբերմունք կլինի եւ ինչպես օրենքը կկասեցվի, թե չի կասեցվի, դա արդեն ուրիշ խնդիր է, բայց այսօր այդ process-ը գնում է եւ քարտերը բաժանվում են։ Այնպես որ կարող է ուսանողուհիներին են բաժանվում, բայց դա մեր շրջանակից դուրս է, մենք չգիտենք թե որքանով է դա տարածվում այս պահին։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ես արդեն ասացի, որ համարը ունենալը դա կամ համար կրելը դա խնդրի մի կողմն է։ Թիվը որևէ մեկ իշխանություն չունի մարդու վրա, եթե այդ իշխանությունը մարդը չի տալիս այդ թվին։ Հետևաբար, եթե որևէ մեկը 666 թիվը իր վրա կրում է, եւ կրում է պարզապես, որովհետեւ թիվ է, բոլոր թվերից մեկն է։ Եվ ինքն է ուզում իշխել այդ թվին։ Այդ թիվը որևէ բան չի կարող իրեն անել։ Բայց երբ որ ինքը վերցնում է այդ թիվը իր վրա որպես հնազանդության նշան, որպես պատկանելիության նշան ՆԵՌ-ին, սատանային, որպես սատանային ծառայության նշան, այդ 666-ը դառնում է իրական իշխանություն իր համար։ Այսինքն մարդն է, որ իշխանություն է հաղորդում այդ թվին։ Հետևաբար խնդիր չէ, որ մարդիկ պետք է ունենան այդ 666 թիվը։ 666 թվից, ինչպես 13 թվից կամ ուրիշ այսպես թվերից, որոնք սնոտիա պաշտական որոշակի բաներ են առաջացնում մարդու մոտ, հնարավոր չէ խուսափել։ Բնականաբար թվային արժեքները այնպիսի բաներ են, որոնք իրենց կանոնն ունեն եւ հնարավոր չէ խուսափել։ 12-ից հետո 14-ի չես ցածկի, ոչ էլ 665-ից հետո 667-ի։ Դրանք թվեր են, որ կան եւ մենք էլ շփվում ենք։ Մենք էլ մեր առօրյայում օգտագործում ենք, այնպես որ այդ թիվը մեր վրա իշխանություն չունի, բայց եթե մենք այդ թիվը վերցնում ենք որպես սիմվոլ խորհրդանիշ եւ որպես պատկանելիություն սատանային, բնականաբար արդեն մեզ դնում ենք սատանայի իշխանության տակ։ Երբ որ մենք հրաժարվում ենք Աստծուց, ասում ենք քո խաչին այլևս չենք հավատում, այլ ընդունում ենք քո 666 թիվը ՆԵՌ, ուրեմն հրաժարվում ենք Աստծուց եւ մեր պատկանելիությունը դառնում է ուրեմն ՆԵՌ-ին։ Ինչ վերաբերում է այդ անհատական ծածկագրերի թվին, այնտեղ հստակ մեխանիզմներ կան, որտեղ ես օրինակի համար նայեցի եւ հաշվեցի, օրինակ 666-ով սկսվող թիվ կունենա 2166 թվականի հունիսի 16-ին ծնված կինը, այսինքն 2166 թվականին ծնված կինը, ընդ որում ոչ թե տղամարդ, կսկսի իր անհատական ծածկագիրը 666-ով։ Հիմա չենք կարող ասել, որ այդ 2166 թվականի հունիսի 16-ին ծնված կինը ՆԵՌ-ն է։ Սա տղայական պարզամտություն կլինի, միամտություն կլինի։ Այլ եթե այդ անձնավորությունը, եթե նույնիսկ դրանից առաջ կամ դրանից հետո է ծնվել, բայց իր պատկանելիությունը հաստատել է ՆԵՌ-ի նկատմամբ, պատկանելիությունը հաստատել է, դա է, որ 666 իշխանության տակ է։ Այլապես մեկը, որ պարզ թվային հաջորդականությամբ ստացել է այդ 666 թիվը, բայց ինքը քրիստոնյա է եւ պատկանում է Քրիստոսին, այդ 666 թիվը իր վրա իշխանություն չունի։ Սրբազան հայր մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ, ալո։ Ալո։
Այո, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Հարցս այսպեսին է, Սպասան այդ բնականաբար վերաբերվում է այդ համարները տալու մասին։ Այդ համարները բնականաբար հասնելու է 666 թվին։ Ում օրգնելու է այդ համարը, այդ քրիստոնյան կարող է հրաժարվել այդ թվից։ Ինչ պետք է լինի այդ քրիստոնյայի վիճակը 666 թիվը հասնելու պես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մնացեք հարություն։ Ուրեմն ես արդեն ասացի, որ այդ 666-ով սկսվող թիվը կհասնի 2166 թվականին ծնված աղջիկը կունենա։ Եվ եթե նույնիսկ չհրաժարվի էլ 666 թվից եւ ստանա այդ թիվը, բայց ինքը լինի քրիստոնյա, այդ 666 թիվը իր վրա իշխանություն չունի։ Բայց հիմա ասենք ալտերնատիվ այլընտրական մի մեխանիզմ կա, եւ որը թերևս կառաջարկվի եկեղեցու կողմից մեր իշխանություններին, որովհետեւ այս շահարկումները վերջանան, օրինակ այն կոմպրոմիսային տարբերակը, ինչը որ Ռուսաստանն է ընդունել։ Ռուսաստանը որպես մտահոգություն այս հարցի նկատմամբ եկեղեցու կամ հավատացյալների կողմից արտահայտված կարծիքի օրենքի մեջ այն փոփոխությունն է մտցրել, որ 3 թիվ իրար կողք չեն կարող լինել։ Այսինքն ոչ միայն 666, այլ նաև 111, 222, 300, մինչև 999։ Դրանով փաստորեն խուսափել է 666 թվի որևէ կիրառությունից։ Եվ պետք է ասել նաև, որ Ռուսաստանի հարցում անհատական ծածկագիր չի կոչվում, այլ կոչվում է անհատական հարգային համար, որը շատ ավելի մեղմ է, որովհետև ցույց է տալիս, որ մարդու հարգային կոդն է դա, ոչ թե իր անհատական կոդն է, այլ իր հարգային կոդն է։ Եվ նույնիսկ այդ հարգային կոդի պարագային, որը դարձել անփոփոխ է, չի փոխվում մարդու կյանքի ընթացքում, տրվում է մեկ անգամ, ուրեմն Ռուսաստանի օրենսդրությունը տեղի տալով այն բողոքներին եւ մտահոգություններին, որոնք եղել են այդ 666 թվի նկատմամբ, օրենսդրական փոփոխություն է մտցրել օրենքի մեջ, այդ կետը ավելացնելով, որ անհատական ծածկագրի, անհատական համարանիշի պարագային որևէ 3 թիվ իրար կողքի լինել չեն կարող։ Սրբազան հայր, իսկ հնարավոր չի այդ թիվը ընդունել խաբեությամբ, չէ՞ որ այս մասին նաև զգուշացված է։ Իսկ միգուցե մենք ավելի Դե այդ մասին ասում եմ, խաբեությամբ ինձ տրված թիվը, խաբեությամբ ինձ պարտադրված 666 թիվը ինձ վրա որևէ իշխանություն չունի։ Ես գուցե եւ իրոք 666-րդ, ասենք, հոգեվորականն եմ ձեռնադրված, բայց դա չի նշանակում, որ իմ վրա դա իշխանություն ունի, կամ մեկ ուրիշը կարող է 660-րդ եպիսկոպոս, 666-րդ եպիսկոպոսն է, չի նշանակում, որ դա իր վրա իշխանություն ունի։ Այսինքն թիվը, որը այդպես որպես թվային արժեք տրվում է որևէ մեկին, իշխանություն չունի այդ մարդու վրա։ Սա մեկ անգամ միշտ մի քանի անգամ երևի պետք է ասել, որպեսզի վերջնական կերպով արմատանա մեր մտքի մեջ։ Եթե մենք ընդունում ենք այդ 666 թիվը այն պատճառով, որ դա ների թիվն է եւ մենք ուզում ենք ցույց տալ մեր պատկանելությունը ներին, սա է խնդիրը։ Այլապես 666 չի թող 666-ի 666 լինի իրար կողքին։ Ինչ իրավունք ունի նա ինձ վրա, ինչ իշխանություն։ Նա ես Քրիստոսով պաշտպանված մարդ եմ։ Ինձ 666 թիվը ինձ ինչ կարող է անել։ Բայց եթե ես Քրիստոսից հրաժարվում եմ եւ 666-ը սկսում եմ դավանել որպես պատկանելիություն, հնազանդություն ներին, սա ուրիշ հարց է։ Կարող եմ այդ անել նաեւ ուրիշ թվային արժեքով։ Բայց ուղղակի 666 այն խորհրդանիշն է, այն սիմվոլն է, որը ցույց է տալիս բացահայտ կերպով, որ մարդը գուցեև սատանայապաշտ։ Սրբազան հայր, մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ, իդեպ սա վերջինն է մեր այսօրվա եթերում, ալո։ Այո։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Այո, ուրեմն ուզում եմ նախապես ասել, որ այսօրվա հարցը չի վերաբերում ձեր շոշափելի թեմային, բոլորովին այլ է, այն հետևյալն է, Սրբազան հայր, խնդրում եմ բացատրեք, որ հոգեբորականները բոլորը միմյանց նման են, մենք ինչպես գիտենք, բայց նման են միայն արտաքնապեր։ Ինչով կարող են տարբերվել հոգեբորականները ըստ իրենց աստիճանների։ Եպիսկոպոսը, աբեղան, եւ քահանան եւ այլն։ Խնդրում եմ բացատրեք դա։ Շնորհակալություն։ Դա մի քիչ մեկ անգամ բացատրելով չեք հիշի եւ
չեք էլ կարողանա միանգամից յուրացնել։ Դա մշտական հոգևորականների հետ շփվելով պարագային կարող եք կամաց իմանալ, բայց ընդհանուր ասեմ։ Քահանան, ամուսնացյալ քահանան կրում է պարզ սքեմ, եկեղեցում հագնում է սև փիլոն եւ գլուխը չի ծածկում վեղարով։ Սա ամուսնացյալ քահանան է։ Ուրեմն եթե եկեղեցում տեսնում եք եկեղեցական արարողության ժամանակ հոգևորականի, որը ի վրա վերցրել է փիլոն կամ շուրճար, բայց գլուխը ծածկված չի վեղարով, նշանակում է նա ամուսնացյալ քահանա է։ Եթե տեսնում եք, որ փիլոնի հետ ունի նաև վեղար գլխին, այն ինչ որ տեսնում եք, կաթողիկոսի, եպիսկոպոսի, բնականաբար արարողությունների ժամանակ հիմնականում, ուրեմն նա կուսակրոն քահանա է։ Կուսակրոն քահանան ունենում է 3 աստիճան. աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ։ Եթե իր վրայի փիլոնը պարզ սև փիլոն է, նշանակում է աբեղա է։ Եթե սև ծաղկյա է, այսինքն ծաղկյա, բավական այդպես գեղեցիկ զարդերով, նշանակում է վարդապետ է։ Եթե ծայրագույն վարդապետ է, նա կրում է մանուշակագույն փիլոն։ Ուրեմն այս 3 աստիճաններն էլ շատ հստակ տարբերվում են եկեղեցում, այն կուսակրոն քահանաները, որոնք աբեղա են, վարդապետ են, ծայրագույն վարդապետ են։ Եվ նրանք կրում են լանջախաչ։ Եպիսկոպոսը կրում է մադանի իր ճկույթին եւ կրում է պանագե սովորաբար եկեղեցական արարողության ժամանակ, ոչ թե խաչ, այլ պանագե։ Բայց կրում է նույն վեղարը, նույն մանուշակագույն փիլոնը, բայց ունի մատանի։ Ունի մատանի նաև arczepiskopos։ Կաթողիկոսը պարզ է զանազանվում է, վեղարի վրա խաչ ունի եւ իր մատանին ոչ թե ճկույթին է, այլ մատնեմատին է։ Ուրեմն այս բոլոր տարբերությունները կան, բայց այս բոլոր տարբերությունները մեկ անգամով անգից չեք կարող անել։ Ուղղակի մշտական շփման մեջ լինելով հոգևորականների հետ, արդեն այդ բանը կդառնա ձեր սեփականը եւ պարզ կերպով կկարողանաք զանազանել ամուսնացյալ քահանան, կուսակրոն քահանայից, վարդապետից, ծայրագույն վարդապետից, եպիսկոպոսից։ Բայց կան պահեր անշուշտ, երբ եպիսկոպոսը մատանի չի կրում։ Կարող եք շփոթել քահանայի հետ, որևէ խնդիր չկա, դա մեղք չի գործվում, եթե եպիսկոպոսին շփոթում եք քահանայի հետ։ Կամ քահանային կարող եք մտածել, որ գուցե եպիսկոպոսը էլի որևէ մեղք չկա, բայց եթե ճանաչեք հոգևորականների, ճանաչեք նաև ուրեմն այդ բոլոր տարբերությունները։ Սպասան հայր, այսօրվա մեր հաղորդմանը մնում է 2 րոպե եւ խնդրում եմ ասացեք, առաջիկա 2 շաբաթների ընթացքում ինչ անելիք ունեք, ինչ է կատարվելու Շիրակի թեմում։ Դե առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ուրեմն արդեն շոշափվեց այս թեման, առաջիկա շաբաթվա մեջ 1-2 օր այս մեր հանձնաժողովի նիստն է, որ զբաղվելու ենք այս հարցով, որից հետո ուրեմն մանկավարժական խորհրդի նիստն է դարձել, որովհետև ուսումնական տարին փակում ենք, մեր Գյումրիի դպրոցն էլ հիմա ընդհանուր Գևորգյան ճեմարանի կառույցի մեջ մտավ անցած տարվանից, հետևաբար պիտի ամփոփենք ընդհանուր արդյունքները եւ մենք էլ որպես Գյումրիի դպրոցի վերատեսուչ այդ ընդհանուր ուսումնական խորհրդի մեջ ենք, ուրեմն այս շաբաթվա մեջ 2-3 օր պետք է զբաղվենք այս հարցերով։ Կիրակի օրը պատրաստվում ենք գնալ Ձորակապ գյուղ եւ այնտեղ պատարակ մատուցել, այսինքն հովվական այց կատարել Ձորակապ գյուղ, անշուշտ այս Ձորակապ գյուղի այցելությունը կախված չէ վերջին ընտրությունների արդյունքների հետ, բնականաբար ուղղակի մեր հերթական այցն է, որը, այսպես ասած, նախատեսել էինք արդեն իսկ Ձորակապ, բայց ուղղակի Ձորակապում այդ ընտրության հետ կապված այդ իրադարձությունը տեղի ունեցավ, որը մեր այցելության հետ կապված չէ։ Ուրեմն Կիրակի օրը 15-ին նախատեսում ենք այցելել Ձորակապ եւ պատարակել այնտեղի եկեղեցում, բավական բարվոք վիճակում է եկեղեցին։ 16-ին, հունիսի 16-ին Սուրբ Հռիփսիմեի տոնն է, երկուշաբթի օրը, հունիսի 16 եւ բնականաբար ավստրիական թաղի Սուրբ Հռիփսիմե մատուրի ուխտի օրն է, պատարակ պիտի մատուցվի, մեր ժողովրդին հրավիրում ենք այնտեղ։ Հունիսի 18-ի երեկոյան եւ հունիսի 19-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչի տոններից է եւ Սուրբ Յոթվերկում դարձյալ Հովհաննես Մկրտչի մասում կպարունակող աչով թափոր պիտի կատարենք եւ հրավիրում ենք դարձյալ մեր հավատացյալներին։ Հունիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրաբից դուրս գալու տոնն է եւ պիտի պատարակ մատուցվի ինչպես Յոթվերկում, այնպես էլ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Գեղացոնց ժամ, որը ժողովուրդը այդպես է անվանում։ Բայց դուք միշտ լինում եք արտիկի գաղութում նաև, չէ՞։ Այո, բայց այդ հունիսի 21-ին եւ Ելնի վիրապին, որը ես նախատեսում էի եւ հիմա էլ նախատեսում եմ դեռ ուրեմն արտիկի գաղութ այցելել եւ այդ օրը բանդարգալների հետ անցկացնել եւ այդ իմ մտածումը ուժի մեջ է, բայց երևի այս տարի դա իմ այցելությունը չի իրականանա այն իմաստով, որ հունիսի 21-ին վեհապար հայրապետը թեմական պատգամավորական ժողով է հրավիրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ բնականաբար մենք չենք կարող բացակայել այդ թեմական բոլոր թեմերի, Հայաստանի բոլոր թեմերի ուրեմն առաջնորդների կարևոր մի ժողով է հրավիրել հունիսի 21-ին, ստիպված պետք է լինենք ուրեմն այդ օրը լինել Էջմիածնում, բայց անշուշտ Սմբատաբեղան Արտիկի շրջանի հոգևոր հովիվը կայցելի եւ կկատարի այն, ինչ որ մենք ենք կատարում, բայց եթե վեհապար տնօրինի այնպես որ ժողովի օրը հանգած փոխվի, բնականաբար մենք մեր պարտքը կկատարենք հունիսի 21-ին, իսկ հունիսի 22-ին էլ Էջմիածնի տոնն է եւ այդ օրը Էջմիածնում վեհապար հայրապետը պիտի պատարակի եւ եպիսկոպոսական ձեռնադրություն պիտի տեղի ունենա, այսինքն հայ եկեղեցին պիտի հարստանա մեկ կամ մի քանի եպիսկոպոսներով։ Շնորհակալություն Սրբազան հայր այսօրվա հաղորդման մասնակցության եւ հարցերին պատասխանելու համար, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն նաեւ ձեզ մասնակցության եւ ուշադրության համար։ Կհանդիպենք ճիշտ 2 շաբաթ անց եւ Սրբազան հայր ձեր թույլտվությամբ կանդրադառնանք նորից այս թեմային, արդեն արդյունքներով։ Մինչ նոր հանդիպում եթերում։ Աստված օգնական Սրբազան հայր։